Մասնագիտական ուղու բեմի հանդեպ վերաբերմունքի դերը կերտելու արվեստի եւ կինոյի լեզվի մասին այսօր կխոսենք դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև Յուրա ջան։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ծովինար, ուզում եմ սկսենք մի փոքր սկզբից։ Երբ եւ ինչպես ստացվեց ձեր քայլը դեպի թատրոն եւ կինո, որն էր ամենասկիզբը։ Թերևս շատ եմ խոսել այս մասին։ Ամենասկիզբը ես պետք է շնորհակալություն հայտնեմ Սուրեն Շահվերդյանին ինձ նկատելու եւ Մալվինայի դերի համար հրավիրելու Սունդուկյան թատրոն, որտեղ ես դեռ ընդամենը 16 տարեկան էի։ Այդտեղից սկսվեց։ Բայց չնայած դրան, դերասանուհու ընտանիքում ես մեծացել, ձեր մայրը Հայաստանի վաստակավոր արտիստ Գրետա Մեջլումյանն է, մայրիկի հետ թատրոն չէիր գնացել։ Ես մանկության տարիներին երբեք չեմ սիրել թատրոնը։ Երբեք։ Նույնիսկ մտածում էի, թե դա ինչ մասնագիտություն է, ինչու են մարդիկ այդ մասնագիտությունն ընտրում, որովհետև ես ճիշտ է, իսկապես մեծացել եմ դերասանուհու կողքին, բայց ինձ համար հյուրախաղերը, մամայի մշտական կարոտը բերում էր նրան, որ ես թերևս չէի սիրում այդ մասնագիտությունը, չէի հասկանում, փոքրիկ էի։ Բայց երբ մեծացա, ես թատրոնում տեսա ներկայացումներ, հոգիս լցվեց, ինչ-որ շատ սիրուն բաներ կատարվեց իմ ներսում, ու ես հասկացա, որ երևի հենց այս մասնագիտությունը ինձ համար է։ Ես շատ ուզում էի երգչուհի դառնալ, բայց չստացվեց եւ որոշեցի դիմել թատերական ինստիտուտ, մեր շատ սիրելի Վահե Շահվերդյանի արվեստանոցը, որտեղ եւ սովորեցի ու մուտք գործեցի մայր թատրոն։ Ծովինար, այսօր ձեր երեխաները ինչպես են հաղթահարում այն կարոտը, որը դուք էիք ժամանակին ապրում։ Ցավով պիտի ասեմ, որ դա վատ բան է, շատ վատ բան է կարոտը, եւ ես նույնիսկ դա հասկանում եմ, երբ տուն եմ վերադառնում հյուրախաղերից կամ հոգնած փորձերից, նկարահանումներից շատ ուշ, ու փոքրիկս շատ մեծ սիրով ու կարոտով սպասում, մամա, վերջապես եկար, ես տեսնում եմ ոնց են կարոտում, բայց նաեւ մի կողմից այդքան շատ չլինել երեխայի կողքին, նրանց պատրաստում ես մեծ կյանքի համար, կարողանում են ինքնուրույն լինել, մանավանդ տղաները։ Այդ ինքնուրույնությունը կարծես թե ձեր պարագայում երկկողմանի է, որովհետև հայրիկն էլ է բազմազբաղ։ Ինչպես են դերասանները իրար հետ ապրում մեկ հարկի տակ։ Դժվար են ապրում, որովհետև տեսեք, սերը կա, հարգանքը կա, բայց դերասանները էմոցիոնալ մարդիկ են եւ իրենց էմոցիաների մեջ շատ առողջ են եւ չեն կեղծում, չեն կարողանում կեղծել, որովհետեւ քանի որ նրանք դերասան են եւ դերասանի մոտ դերասանություն անելը դժվար է, չես կարող կեղծել։ Այդ իսկ պատճառով անկեղծ, շատ էմոցիոնալ, շատ նաև ստեղծագործական բուրըն քննարկումներ ենք ունենում տանը, մանավանդ հիմա, երբ երկուսս էլ շատ զբաղված ենք, երեկոյան երբ հանդիպում ենք, դե դու պատմի, փա ինչ արեցիր, դու ինչ արեցիր, ավելի շատ գիտեք, մեր կյանքը այնքան հետաքրքիր է եւ անձնականով եւ ստեղծագործականով, տարբեր տեղերում դու ռեալիզանում ես, այսինքն մենակ բեմը չէ, թատրոնը չէ, ֆիլմը չէ, այսինքն շատ տեղերում դու կաս, եւ հետաքրքիր է անցնում քո կյանքը եւ ես գիտեմ մի գաղտնիք ամուսինները երբ կարոտում են իրար այդ ամուսնությունը շատ երկար է տևում։ Հետաքրքիր է, իսկ հարաբերություններում եւ ընտանիքում գուցե երեխաների հետ շփվելիս լինում է, որ երբեմն խաղում եք։ Ոչ, երբեք։ Յուրա հասկանում ես, մենք բեմում եւ ֆիլմերում այնքան ենք խաղում։ Մեզ դա պետք չի, որ տանն էլ խաղանք, հավատացեք։ Ծովինար, այսօր որն է ձեր ամենամեծ դժվարությունը բեմում։ Կան այդպիսիք։ Իհարկե կան։ Դժվարություններ միշտ էլ լինում են, բայց գիտեք ինչ, պետք է չափազանց խորագետ լինես, որպեսզի չտրվես այդ բարդություններին,
խառը ընթացքներին, հա։ Ինձ համար միակ բարդությունը կայանում է նրանում, որ ես չափազանց ինքնակնդադատ մարդ եմ։ Երբ ես նոր դեր եմ ստանում, ես տագնապում եմ, սարսափելի պանիկայի զոհ եմ դառնում։ Այ հիմա օրինակ մենք փորձում ենք Լիր արքա ներկայացումը, Արմեն Էլբակյանը պիտի բեմադրի մեր շատ սիրելի, շատ սիրով եմ փորձում, շատ լավ թիմ է հավաքված, բայց ինձ վստահված է Լիր արքայի մեծ աղջկա դերը Գոներին, որը ինձ հետ բնավ կապ չունի, եւ ես հիմա անընդհատ տագնապների մեջ եմ ընկնում, նույնիսկ մեքենա վարելիս մտածում ես ինչպես պիտի լինի, ինչպես պիտի խոսի, ինչպես պիտի արդարացնի իր արարքները, անընդհատ դու դրա մեջ ես։ Ինձ համար բեմական բարդությունները թերևս կայանում են դերը զարգացնելու եւ կայացնելու մեջ։ Այս պարագայում լինում է, որ օրինակ ղեկին փորձեք հասկանալ ձեր կերպարը ինչպես կվարեր մեքենան, արդիականացնեք թեման։ Իմ կերպարը ձի կվարեր, բայց հա, պատկերացնում եմ, իհարկե պատկերացնում եմ ու տարբեր ձևերով եմ պատկերացնում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն կերպար պետք չի, ես կարծում եմ, որ դերասանն էլ պետք է կարոտի բեմը։ Անընդհատ խաղալով չի, էլի։ Պիտի հասկանաս ինչքան խաղաս, ինչն է քեզ ձեռք տալիս այս պահին, ինչ կուզեիր խաղալ, եւ այնքան հաճելի է, երբ տարբեր ռեժիսորների մոտ ես աշխատում եւ տարբեր կերպարներ ես կերտում, որովհետեւ շատ հետաքրքիր է կերպարից կերպար կերպարից հեռանալ եւ վերցնել ուրիշ կերպար։ Ես երբեք կերպարի մեջ չեմ մնում, որ այդպես ասում են, կերպարից չեմ կարճում։ Դրանք ինձ համար հագուստների նման բան են։ Հագար, հանեցիր, դրեցիր դարակդ։ Ես դրանց անվանում եմ հոգու դարակ, հոգուս դարակների մեջ եմ պահում իրենց, ամենասիրելիներին վերևի շարքերում, այն որոնց որ այդքան էլ չեմ սիրել, մի քիչ ներքև, բայց էլի հոգուս մեջ են, այսպես։ Իսկ մոռացված դարակներ կան։ Մեկը կա, որ միանգամից փակել եմ եւ մոռացել եմ դրա մասին եւ այլևս չեմ էլ ուզում վերադառնալ դրան, որովհետեւ շատ ստացված է եղել։ Եվ նորից կրկին վերադառնալ հետ ու խաղալ, չնայած լավ չասեմ, բայց չեմ ուզում այլևս։ Շատ լավ։ Այսօր ձեր սերունդը իր փորձով հասել է մի մակարդակի, որ դուք կարող եք սովորեցնել, դուք աշխատում եք երիտասարդ դերասանների հետ, հեռուստասերիալներում նկարահանվում եք մարդկանց հետ, ովքեր դերասանական փորձ եւ կրթություն չունեն։ Ինչ են ուզում երիտասարդները ձեզանից եւ ինչ եք դուք փոխանցում իրենց։ Ես ընդհանրապես, տեսեք, ես ստուդիայում եմ մեր դասավանդում եւ ես կարծում եմ, որ դերասանական արվեստը չեն սովորեցնում։ Ես երբեք չեմ կարող սովորեցնել, թե ինչպես պետք է Համլետ խաղալ, կամ Ջուլիետ, կամ Ռոմեո, կամ մեկ այլ կերպար։ Հա, ես գիտեք ինչ եմ մտածում, ավելի շատ փորձի փոխանակում, ավելի շատ ստեղծագործական process-ին մոտեցնել երիտասարդներին, խոսքի կուլտուրա, բեմական խոսքը, որը շատ անհրաժեշտ է այսօր։ Ես այդպես եմ կարծում։ Ես չգիտեմ, ես ինչ եմ տալիս երիտասարդներին, ես ընդհանրապես իմ փորձն եմ փոխանակում նրանց հետ, որը անցել եմ այս 20 տարիների ընթացքում։ Ծովինար, ձեր կերտած կանացի կերպարները շատ հաճախ ունենում են հոգեբանական խորը շերտեր ու շեշտված կանացիություն։ Ինչ եք փնտրում այդ կերպարների մեջ եւ ինչ եք դնում ձեզնից։ Սեր, միանշանակ սեր, նայած թե ինչ կերպարի մասին է խոսքը, ես փորձում եմ նրանց արդարացնել լիովին, ես փորձում եմ նրանց հասկանալ, ինչու վարվեցին այդպես, չնայած ես այդպես ինքս Ծովինար Մարտիրոսյանը երբեք այդպես չէր վարվի, հա, ինքնասպանություն գործող հերոսուհիների մի շարան, կամ ես փորձում եմ նրանց հասկանալ եւ շատ սեր եմ դնում այդ ամեն ինչի մեջ։ Ես սարսափելի սիրող մարդ եմ։ Ես սերը գնահատում եմ ամեն ինչից վեր, սերը փակում է բոլոր թերությունները, սերը իմ կյանքի շարժիչ ուժն է
Եվ ես նաև այդպես սիրում եմ իմ կերպարներին։ Եվ սեր եմ դնում նրանց մեջ միանշանակ սեր։ Այդ սիրով ուր է գնում Ծովինար Մարտիրոսյանը։ Առաջ, միայն առաջ։ Փառք Տիրոջը եւ Աստծո կամոք։ Ես միայն առաջ պիտի գնամ։ Ծովինար, կինոյում փոխվում է լեզուն, մասնագիտական լեզվի մասին եմ խոսում եւ ուզում եմ նշեք, թե մի կերպարից մյուսն անցումը ինչպես է լինում թատրոնից կինո նկատի ունեմ։ Տեսեք, խոսքը շատ հետաքրքիր երևույթ է, մարդու խոսքը։ Եվ խոսքը ունի տարբեր ձևեր։ Կա բեմական խոսք, կա մեր խոսակցական լեզուն, առօրյա սերիալային կենցաղային լեզուն, կա գեղարվեստական ֆիլմի հետ, այսինքն նայած որ դարն է, որ դարաշրջանն է, ինչ ես դու խաղում այս պահին, դրանք շատ կարևոր են իմանալու համար։ Շատ հանգիստ ես դու փոխում քո խոսքը, որովհետև եթե դու պրոֆեսիոնալ մարդ ես, դա ոչ մի դժվարություն չի կարող առաջացնել քեզ մոտ։ Որն է եղել ամենաանսպասելի կերպարը, որ երբեք չեք մտածել, որ գուցե ձեզ հանձնեն։ Ասեմ, Բեռնարդը Ալբան եւ իր աղջիկները ներկայացումը, երբ Վայ Շավարդյանը բեմադրում էր, ես մտածում էի, որ երևի հերոսուհին կլինեմ, որովհետեւ ինձ ասել էր կգնաս հերոսուհու դերը կկարդաս, ես էլ կարդացի ու եկա, բայց այնտեղ ավելի լավ դերեր կային, խարակտերային ես շատ եմ սիրում, կողքի դերերը ավելի շատ եմ սիրում, չգիտեմ ինչ։ Ու ինձ տրվեց մեծ քրոջ դերը Մագդալենայի, ես այն ժամանակ դեռ ծվծվան աղջիկ էի, այսպիսի ձայն չունեի, եւ ասեմ, այս ձայնը ես ստացա այդ կերպարի համար։ Այն ժամանակ վերևներով խոսող այսպես ես կամաց իջեցրի իմ ձայնը, որպեսզի համապատասխան լինի Մագդալենայի իսպանուհու շատ կրակոտ մի աղջկա ձայնի պետք է նման լիներ ու ամեն ինչ արեցի դրա համար ու ստացվեց։ Կա մի կերպար, որ դեռ չեք խաղացել, բայց շատ եք ուզում։ Այո, կա։ Եվ շուտով կխաղամ։ Որն է։ Չեմ ասի, թող դա անակնկալ լինի։ Գիտեք, երբ տեսնում ես, որ այս տարիքում քո ցանկացած դերը մնում է երազանք եւ տարիները տանցնում են ու դա մնալու է երազանք, ինչպես են երիտասարդ տարիների այն դերերը, որոնց մասին դու երազում էիր, այդպես էլ մնացին երազանք ու այլևս չես էլ պտտվում նայես իդ, որովհետեւ քո տարիք չի, վերջացրեցինք, փակեցինք։ Հիմա իմ տարիքն է, որպեսզի ես խաղամ իմ շատ սիրելի ու շատ երազած դերերից մեկը, անունը չեմ տա, ու երբ ես չեմ գտնում իմ ռեժիսորին կամ չեմ գտնում տեղը, որտեղ պիտի անեմ կամ եւ այլն, ես ինքս որոշում եմ, որ ես պիտի ձեռնամուխ լինեմ դրան, ես պիտի դա անեմ։ Այդ դրա մասին էի ուզում խոսել, շատ դերասաններ ձեր ասացի պես մոռանում են դերերը, որովհետև ժամանակն է անցնում։ Չկա մի իրավիճակ թատրոնում, որ դերասանը ինքը առաջարկի ռեժիսորին, այ բեմադրենք այսպիսի բան, այ օրինակ ես ինձ տեսնում եմ այս կերպարում, գուցե քննարկենք, գուցե օրինակ դուք ավելի լավ կերպար առաջարկեք, բայց ամեն դեպքում դնենք այս ներկայացում։ Տեսեք, թատրոնում ֆորմատը ուրիշ է, թատրոնում միայն դու չես, թատրոնում քեզ նման շատ մարդիկ կան եւ քեզնից էլ տաղանդավոր եւ քեզնից էլ շնորհքով ես այդպես եմ կարծում։ Եվ ամեն մեկը երբ մոտենա ու իր երազած դերն առաջարկի, ես չեմ կարծում, որ բոլորի համար դրական պատասխան կհնչի։ Ես ավելի կարծում եմ, որ ռեժիսորը ինքը աչք ունի եւ ինչ որ տալիս է պետք է գլուխդ կա խաղաս։ Գուցե քեզ տեսել է այդ դերում եւ դու ընդհանրապես քեզ չես պատկերացնում այդ դերում, բայց եթե ռեժիսորը տեսել է եւ տալիս է, ուրեմն պետք է փորձել։ Այսպես պատասխանեմ։ Օրինակ մի դեպք ասեմ, Լիլի Էլբակյանը երբ որ բեմադրում էր Դեկամերոն ներկայացումը, ամենաշատը ես վիճել եմ Լիլիի հետ, որ ես այս դերը չեմ ուզում, սա ինձ պետք չէ, խոսք չկա այստեղ, շատ փոքրիկ դեր էր այդ դրվագում։ Եվ Լիլին ինձ ասեց, ծով, խնդրում եմ, մի հատ անիմաստ մի վիճի, արի փորձենք։ Ասեցի լավ, լիք, արի փորձենք։
Ինձ համար այդ դերը դարձավ շատ նշանակալից ու հետաքրքիր, շատ սիրուն մի դեր ու շատ սիրում ու գնահատում եմ լիքային բարևներ։ Ծովինար, որն է այսօր ձեր ոգեշնչման աղբյուրը։ Գուցե գիրք, գուցե երաժշտություն, գուցե արդեն բեմադրված ներկայացում։ Ես չունեմ այդպես ոգեշնչման ինչ որ հենց հատուկ աղբյուր, որտեղից վերցնում եմ։ Ես կարողանում եմ իմ հոգին պեղել եւ այնտեղ եմ խորանում ավելի շատ։ Ես շատ ունեմ ոգեշնչման աղբյուրներ։ Ծովինար, հնարավոր է դերասանը պահի ամբողջությամբ իր եսը կերպարի մեջ։ Այսինքն հենց ինքը իրեն խաղ։ Այո։ Անհետաքրքիր կլինի ուղղակի։ Ես գիտեմ այդպիսի դերասաններ։ Ինձ համար երկնում եմ ներկայացում նայելու, ես արդեն գիտեմ, թե իրենք ինչպես պիտի խաղան։ Դա անհետաքրքիր է, հավատամ։ Կարծում եմ ոչ։ Ինչ է քեզ համար մշակույթը դերասանուհու եւ որպես քաղաքացու, եթե այդ տեսանկյունից նայենք։ Ինձ համար կրոնից հետո մշակույթն է գալիս։ Շատ կարևոր արժեք, որը մենք պետք է պահենք ու պահպանենք։ Այսօր արվեստը ինչ պատասխանատվություն ունի սպառողի, այս դեպքում հանդիսատեսի նկատմամբ։ Դաստիարակչական։ Կարծում եմ դաստիարակչական եւ կարծում եմ ազգային, գիտեք, մեր ինքնությունը պիտի պահպանենք եւ նաեւ տեսնենք նոր բաները, ինչը որ կատարվում է եւ լավը վերցնենք, միայն լավը։ Դա պիտի շատ ճիշտ տեսնել, լավը վերցնել, բայց հինը նաեւ պահպանել։ Գիտեք, երբ օտար երկրում ինչ որ ուզում են ինչ որ մի բան վերանորոգեն կամ նրանք չեն քանդում իրենց հինը, գիտես, նրանք դրա կողքը սարքում են նորը։ Ծովինար, եթե հնարավորություն ունենայիք ձեր ոլորտում փոփոխություն անելու, ի՞նչը առաջինը կփոխեիք։ Գուցե դեպի դրականը։ Չեմ կարող ասել, չեմ կարող ասել, բայց իհարկե դեպի դրականը կփոխեի ամեն ինչ։ Չգիտեմ։ Այս պահին չեմ կարող ասել, բայց ինչ որ բաներ կփոխեի։ Այսօր ինչ ասելիք ունեք հանդիսատեսին։ Շատ այցել են թատրոններ, որովհետև եւ ոչ միայն իրենց երեխաների հետ։ Գիտեք, թատրոնը հրաշալի աշխարհ է եւ ես զարմանում եմ, տեսեք ոնց էի մանկության տարիներին զարմանում, թե ինչպես կարելի է ընտրել այս մասնագիտությունը։ Ես հիմա զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ ապրում առանց արվեստի։ Ծովինար, որպես դերասանուհի ո՞րն է ամենակարևորը՝ տպավորել, փոխել, թե ուղղակի լինել բեմում։ Ուղղակի լինել։ Ես տպավորելու համար չեմ խաղում, ես ոչ մեկին ապացուցելու ոչինչ չունեմ, ուղղակի լինել։ Ես չեմ համեմատվում երբեք որևիցե մեկի հետ, չեմ ուզում լավ տպավորություն թողնել։ Ես ընդամենը աշխատում եմ։ Դա իմ գործն է, եւ ես կամ այդտեղ, վերջ։ Ծովինար, եթե այս կենսափորձով հանդիպեիք այն 16 տարեկան աղջկան, որը Մալվինա պիտի խաղար, որը կլիներ խորհուրդը առաջին։ Շատ լավ հարց էր։ Կասեի, որ չկոտրվես ու չվստահես։ Այսքանը։ Այո։ Եվ վերջում ո՞րն է այն միտքը կամ նախադասությունը, որով կառանձնացնեք ձեր ստեղծագործական ուղին։ Ստեղծագործական ուղին թող մնա ստեղծագործական ուղի, դա ընդամենը աշխատանք է, եւ ես կարծում եմ պետք չի ոչինչ կուռք սարքել եւ պաշտել։ Իսկ ընդհանուր առմամբ մի շատ սիրուն նախադասություն մի անգամ մամաս ինձ գրել էր հյուրախաղից առաջ, որովհետև երկար չէի տեսնելու իրեն։ Գրել էր ամենաբարդ իրավիճակներում անգամ մարդ մնա։ Դա դարձավ իմ կյանքի կարգախոս։ Շնորհակալ եմ, որ այստեղ էիք։ Շնորհակալ եմ քեզ։ Արվեստը շարունակում է ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնց լռությունն անգամ խոսուն է։ Այսօր իմ հյուրը Ծովինար Մարտիրոսյանն էր։ Կհանդիպենք։